մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ եւ հարակից էֆեկտներ ունենան։ Այս մտածումները մեր մոտ սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ որ մենք 2019 թվականին բարձրացրեցինք 10%-ով ուսուցիչների աշխատավարձ։ Եվ մենք, երբ որ հետագայում ուզում ենք հասկանալ մեր կայացրած որոշման էֆեկտը, մենք տեսնում ենք, որ այդ կայացրած որոշումը ոչ մի էֆեկտ չունի բացարձակապես։ Ընդ որում, այնպես չի, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձը բարձրացել են, առանձնապես գոհ են, եւ ընդհակառակը ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե մեկը պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնում եւ այլն, դրա համար մենք ներդրեցինք կամավորատեստավորման ծրագիրը, որը այսօր կարող ենք ասել, որ հաջողված ծրագիր է միանշանակորեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այն ճանապարհով, որ մենք գնայինք, մենք երբեք այս ցուցանիշի չենք հասնի, երբեք։ Այսինքն կհասնեինք մի անորոշ շրջանում, երբ որ 700,000 դրամը կլիներ այդ նույն 150 կամ 200,000 դրամի գնողունակության։ Սա իհարկե կենսաթոշակների հետ կապ չունի, բայց մյուս կողմից, երբ որ կենսաթոշակների բարձրացման մասին ենք մտածում, մենք էլի հարակից էֆեկտների մասին մտածելու կարիք ունենք, որովհետև այդ թվում մենք պետք է մտածենք ոչ միայն թոշակների բարձրացման, այլև մեր տնտեսության աճի եւ ստվերի կրճատման մասին, որովհետեւ մեր թոշակառուների թիվը այս հələ նոր է աշխատողների եւ թոշակառուների տեսակարար քշրում որոշակի ծանրության կենտրոնը աշխատողներինն է եւ ոչ թե թոշակառուներին է, բայց մենք պետք է հասկանանք որտեղից է թոշակը գեներացվում մարդկանց աշխատանքից եւ մարդկանց աշխատանքը պետք է նաև տեսանելի եւ ոչ ստվերային լինի եւ մենք այս ճանապարհով նաև թոշակառուներին մեր հարգելի հնարավորություն ենք տալիս, որպեսզի սա նաև մասնակցության ձև է, գիտեք, հանրային կյանքի։ Երբ որ կենսաթոշակառուն գիտի, որ ինքը կոնկրետ պետության զարգացման, ստվերի կրճատման գործում ունի դեր։ Այս քաղաքացիական զգացողությունը շատ կարևոր է եւ մենք երբեք դա չենք գնանշում։ Եվ նույն թոշակառուների հոգեբանական եւ կենսամակարդակի ապահովման առումով սա շատ կարեւոր է։ Ինչալոց պարոն Թովմասյան, ես անդադ վերջին աշխատանքային քննարկումներում հիշեցնում եմ, որ մենք պլան ունենք ձեր նշած հետադարձ հիպոթեկի ծրագիրը իրականացնելու, որը իմ կարծիքով նույնպես մեր թոշակառուների կենսամակարդակում եւ ապրելակերպի մեջ էական դրական փոփոխություններ է մտցնելու, բայց հաջորդն եմ ուզում ասել։ Լավ, ասում ենք թոշակառուն ինչի վրա է ծախսելու գումարը։ Ենթադրենք 12,000 կամ ինչ որ չափով ավելացրինք։ Ինչի վրա է թոշակառուն ամենաշատը ծախսում գումար։ Ակնհայտորեն առողջապահության։ Ակնհայտորեն առողջապահության։ Հետևաբար, բայց մի րոպե, եթե մենք մարդու թոշակը ամիսը 10,000 դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները կարողանալու է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծի։ Ոչ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասենք եկեք ոչ թե թոշակը ավելացնենք, մանավանդ հիմա շատ կա, նայում են ինչ ենք խոստացել, ինչ չենք խոստացել, մենք չենք խոստացել, որ առողջապահության ապահովագրությունը խոստացել ենք, բայց չենք խոստացել, որ կենսաթոշակառուների համար դա անվճար է լինելու։ Դենց բան չենք խոստացել, որովհետև ասում են, այս խոստացել եք, չենք արել։ Բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել, բայց արել ենք, դա հաշվարկով պետք է անի։ Բայց մենք իրականում ուզում եմ ցույց տամ, մենք մտածել ենք, լավ, թոշակառուի թոշակը, լավ 10,000, 15,000 դրամով ուղղակի ավելացնենք։ Ինքը իր առողջապահության խնդիրը կարողանալու է լուծել։ Ոչ, բա ինչ անենք։ Բա ինչ անենք, մեր խնդիրն է, որ 10,000 դրամ գրենք, ասենք ստեսություն, մենք խնդիրը լուծեցինք։ Մենք դրա համար առողջապահության ապահովագրության համակարգը ներդրեցինք, ճիշտ է հիմա 65-ից պլյուս թոշակառուներին, մենք իրանց ավելացրած թոշակը առանց իրանց հարցնելու դնում ենք այդտեղ, բայց իրանք այդտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքը իրանք իհարկե կունենան, Աստված տա չունենան։ Բայց գործնականում դա չի լինում, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ իրանց կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է, սկսած դեղ եւ այլն եւ այլն։ Ես էլի ուզում եմ ճշգրտել, որ մենք ոչ բոլոր դեղերի ոչ ամբողջական ծախսերն ենք փակելու։
Բայց մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որը էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որ մենք իրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք եւ դնում ենք իրենց առողջապահության համակարգի մեջ։ Այսինքն մենք իրանց համար ենթակառուցվածք ենք ստեղծում բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք, որը բոլորի համար, բայց թոշակառուների համար առանձնահատուկ կարևոր է այդ առողջապահության ապահովագրությունն է, որը մենք հաջորդ տարվանից այդ ծառայությունները կմատուցենք։